Ալխաս Ղազարյան հաջորդ հարցը ամենամեծ։ Շնորհակալ եմ, հարցը սողում եմ ներքին գործերի նախարարին։ Տիկին նախարար, դուք էլ գիտեք, որ երկար ժամանակ է անդադ արձանագրում ենք խնդիրներ անձնագրային ոլորտում, սակայն հիմա մի փոքր բարելավում ունենք, նոր հերթագրման համակարգը կամ շրջիկ ծառայությունները եւ այլն, սակայն ես այսօր կցանկանայի տեղեկացնեք մեզ, թե ինչ փուլում է գտնվում նոր կենսաչափական անձնագրերի ներդրման համակարգը։ Մրցույթ կայացել է թե չէ, հստակ ժամկետներ կան գործարկման, թե ոչ։ Հարցին կպատասխանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցադրման համար։ Պետություն մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակներում իրականում մենք բավական մեծ հսկայածավալ աշխատանք ենք տարել, որպեսզի կարողանանք մեր քաղաքացիներին ի վերջո մատուցել բիոմետրիկ համակարգի ծառայություններ, թե բիոմետրիկ անձնագրի տեսքով եւ թե նաեւ նույնականացման քարտ տեսքով։ Ի վերջո թե շուկայի ուսումնասիրությունների արդյունքներով եւ թե նաեւ միջազգային փորձի եւ նաեւ մատակարարների հետ քննարկումների արդյունքներով մենք մշակել ենք այնպիսի փաստաթուղթ, որը մրցութային փաստաթղթի մասին է խոսքը, որը բավարարում է միջազգային ստանդարտներին եւ հնարավորություն է տալու մի կողմից մեր քաղաքացիներին հանրային տարբեր ծառայություններից օգտվելու շատ ավելի արդյունավետ եղանակով, բայց մյուս կողմից նաեւ մեր քաղաքացիներին տալու է հնարավորություն արժանապատիվ ճանապարհորդելու, որովհետեւ շատ հաճախ այսպիսի համակարգերի բացակայությունը թույլ չի տալիս տարբեր սահմանային անցման կետերում օգտվելու տարբեր հնարավոր արտոնյալ, այսպես ասեմ, շփման պայմաններից։ Այս պահի մենք ունենք հայտարարված մրցույթի արդյունքներով ունեցել ենք ի սկզբանե 3 որակավորված հայտատուներ, որոնք միջազգային հեղինակավոր ընկերություններ են, դրանցից 2-ը գերմանական օջենտիկ ընկերությունն է կոնսորցիումի ձևաչափով եւ մյուսը ֆրանսիական ընկերությունն է Այդեմիա կոնսորցիումի ձևաչափով մասնակցել են արդեն բուն մրցութային process-ին ներկայացնելով հստակ առաջարկներ։ Ասեմ, որ 2 ընկերությունների մասով արդեն իսկ իրականացվել են ամփոփումները, ընդ որում մրցույթը 2 փուլով է իրականացվում։ Սկզբում գնահատում ենք տեխնիկական պահանջները, այսինքն թե ինչպիսի առաջարկ են գործընկերները ներկայացնում պետությանը, որ ընդհանուր գնահատականի մեջ որակական չափանիշով կազմում է 70%-ը, եւ երկրորդ բաղադրիչը դա ֆինանսական գնահատականն է, որը ընդհանուրի մեջ կազմում է 30%-ը։ Այսինքն եթե հանրագումարով նայենք, մեզ համար շատ կարևոր է ստանալ որակյալ ապրանք եւ հետո նաև նոր ուշադրություն դարձնել գնին, արդեն իսկ 2 ընկերություններն էլ առաջին փուլը հաղթահարել են, այսինքն նվազագույն միավորները ստացել են եւ տեխնիկական պահանջներին համապատասխանություն է ֆիքսվել։ Ասեմ, որ բառացիորեն ժամեր առաջ ազգային ժողովի հարց ու պատասխանից մենք արդեն երկրորդ փուլը եւս իրականացրել ենք, որը ֆինանսական բաղադրիչի բացումն է։ Այս պահի դրությամբ արդեն ֆինանսական բաղադրիչի բացումից հետո ընդհանուր բանաձևի մեջ կգնահատենք նաև ֆինանսական առաջարկը եւ մարտի 31-ին կունենանք հաղթող ընկերության մասին հայտարարություն կոնկրետ եւ ըստ այդմ կսկսենք արդեն պայմանագրի բանակցման եւ կնքման փուլը։ Արձագանք համեցեք։ Շնորհակալ եմ շատ, փաստորեն շատ տեղին ու ժամանակին հարցը հնչեցրից, շնորհակալ եմ տեղեկատվության համար։ Շնորհակալություն։ Ես շարունակելով Տիկին Ղազարյան նաև արդից օգտվելով ասեմ, որ դրանից հետո մենք ունենալու ենք պայմանագրի կնքման փուլ, հետո արդեն մոտ 1 տարի ժամանակ ենք տրամադրելու մեր գործընկերոջը, որպեսզի թե ենթակառուցվածքը ապահովի, թեև թե նաև ենթակառուցվածքային առումով այն բոլոր լուծումները նախատեսի, որոնք որ իրականում բարձր ստանդարտի բիոմետրիկ համակարգ են մեզ տալու ըստ էության։ Ըստ կանխատեսման 2026 թվականի երկրորդ կիսամյակին արդեն կարողանանք այս ծառայությունը մատուցել մեր քաղաքացիներին։ Շնորհակալություն։